Ողջույն, Բուն TV եթերում դիլեմա հաղորդաշարն է եւ ես Արեգ Քոչինյանն եմ։ Այսօր մենք խոսելու ենք Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջև գործընկերության ռազմավարական օրակարգի թեմայով։ Եվ իմ հյուրերն են Մանե Ադամյան, Բիդիո խորհրդատվական ընկերության հանրային հատվածի եւ զարգացման համագործակցության տնօրեն, բարև ձեզ, շնորհակալություն հրավեր ընդունելու համար, եւ քաղաքագետ Հրաչյա Թաշյանը, բարև ձեզ, շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, թեման, որին մենք այսօր անդրադառնում ենք, վերջին ամիսների ընթացքում դարձավ բավականին ակտուալ, որովհետև Հայաստանի եւ Եվրոպական միության միջև կնքվեց ոչ թե մեկ, այլ մի քանի փաստաթղթեր, որոնք ըստ էության նոր մակարդակի բարձրացրեցին Հայաստանի եւ Եվրոպական միության միջև հարաբերությունները։ Այսօր մենք փորձենք մեր հրավիրված փորձագետների հետ միասին քննել թե այդ փաստաթղթերը, թե այն ինչպես են դրանք ընդունվել եւ թե այն թե այդ ամեն ինչը մեզ ուր է տանում Եվրոպական միության հետ մեր հարաբերությունները ուր են գնում։ Տիկին Ադամյան, նախ կխնդրեմ մեզ մի փոքր լուսավորեք շրջանակը։ Այ ինչ փաստաթղթեր են կնքվել, այդ փաստաթղթերը ինչի մասին են։ Եթե ժամանակագրական առումով փորձենք նայել, 3 կարևոր իրադարձություն է տեղի ունեցել եւ 3 փաստաթղթեր են տարբեր ընթացակարգերով հաստատվել, որովհետեւ բնույթով տարբեր փաստաթղթեր են, հա։ Առաջինը Հայաստանի Հանրապետության կողմից Եվրոպական միության ճգնաժամային առաքելություններին մասնակցության վերաբերյալ շրջանակը սահմանող փաստաթուղթն է, որը ամենաբարդ ընթացակարգով անցնող փաստաթուղթ է, ենթադրում էր մեր կողմից եւ կառավարության կողմից հաստատում, այնուհետեւ վավերացման գործընթաց, եւ այս փաստաթուղթը ստորագրվեց հունիսին, վավերացվեց ավելի ճիշտ նոյեմբերին։ Սրա շրջանակը հետևյալն է, թույլ է տալիս, որ Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական միության ճգնաժամային առաքելություններին միանա եւ սահմանված են փաստաթղթով բոլոր այն ընթացակարգերը, որոնք հնարավոր են դա դարձնում ֆինանսավորման հետ կապված հարցերն են ծածկված այս փաստաթղթում եւ թույլ է տալիս, որ ոչ թե ամեն մի ուրեմն հնարավորության դեպքում առանձին քննության եւ առանձին հաստատման գործընթաց անցնի այս process-ը, այլ ընդհանուր առմամբ օրինակ Եվրոպական միությունը հրավիրի Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանն էլ կամ մասնակցի կամ որոշի մասնակցել կամ որոշի չմասնակցել տվյալ առաքելությանը, խոսքը վերաբերում է եւ քաղաքացիական առաքելություններին եւ ընդհանուր առմամբ երրորդ երկրներում ճգնաժամերի կառավարման առաքելություններին ԵՄ-ի։ Երկրորդ շատ կարևոր գործընթացը վիզաների ազատականացմանն է վերաբերում, Հայաստանի Հանրապետությանը փոխանցվեց վիզաների ազատականացման երկխոսության գործողությունների ծրագիրը։ Փաստաթուղթը, ինչպես գիտեք, 4 առանցքային ուղղություններից է կազմված, առաջինը վերաբերում է փաստաթղթերի անվտանգությանը, երկրորդը վերաբերում է սահմանների կառավարմանը եւ միգրացիային առնչվող հարցերին, երրորդը այսպես հանրային կարգի ընդհանուր շրջանակի տակ է, որտեղ նաև կազմակերպված հանցավորության դեմ պայքարին առնչվող հարցեր են ծածկված, եւ չորրորդ ուղղությունը մարդու իրավունքների պաշտպանություն եւ արտաքին հարաբերություններ այս բլոկն է։ Սա երկրորդ կարևոր գործընթացը, որ կարծում եմ այսօր կարող ենք փոքր-ինչ բացել եւ իհարկե ամենաթարմ փաստաթուղթը, որը որ հաստատվեց գործընկերության խորհրդի հերթական նիստի ժամանակ, կոչվում է գործընկերության ռազմավարական օրակարգ եւ սահմանում է Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության համագործակցության առաջնահերթությունները։ Երկու մակարդակով են նշված այդ առաջնահերթությունները, կարճաժամկետ եւ միջնաժամկետ, կարճաժամկետում նախատեսում է 3-ից 4 տարվա ընթացքում նպատակների իրականացում եւ այդ նպատակներն են ըստ էության որպես առաջնահերթություններ ձևակերպված, միջնաժամկետում 7 տարվա ժամանակահատվածի հետ գործ ունենք եւ այս դեպքում էլ այդ ընթացքում պիտի իրականացվեն տվյալ առաջնահերթությունները։ Այս 3 հիմնական փաստաթղթերն են, կարծում եմ բավականին դինամիկ են զարգանում մեր հարաբերությունները եւ կարծես թե տարբեր ուղղություններով զարգացումներ կան։ Տիկին Ադամյան, այս 3 փաստաթղթերը սրանք մեր շրջանակային մեծ պայմանագրի ՍԵՊԱ-ի հավելվածներ են, թե սրանք առանձին դրա հետ կապ չունեցող փաստաթղթեր են։ Սրանք առանձին դրա հետ կապ չունեցող փաստաթղթեր են, նախ եկեք ֆիքսենք, որ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, նույն ինքը ՍԵՊԱ-ն, մեր Եվրոպական միության հետ ունեցած ամենահամապարփակ փաստաթուղթն է, որը ամենատարբեր ուղղություններով շատ կոնկրետ դրույթներ է սահմանում եւ այդ դրույթների շրջանակում կոնկրետ գործողություններ են նախատեսված։ Բոլոր փաստաթղթերը այս կամ այն կերպ առնչվում են ՍԵՊԱ-ին, բխում են ՍԵՊԱ-ից, հա, բայց եթե իրենց իրավական ձևակերպմանը նայենք,
սրանցից որևէ մեկը ոչ հավելված է, ոչ կցված է այդ փաստաթղթին, փիլիսոփայությունը բնականաբար փոխլրացնող է, որովհետև բոլոր առումներով փաստաթղթերը ուրեմն մեր եւ Եվրոպական միության համագործակցության շրջանակին են վերաբերում, բայց սրանք տարբեր փաստաթղթեր են։ Շատ լավ։ Պարոն Թաշյան, եթե մենք ՍԵՊԱ-ն ունենք, այս ամեն ինչ ենք, մենք այս փաստաթղթերով ինչ ենք զբաղվում, ինչ ենք մենք այս փաստաթղթերը զարգացնում, ինչ ենք մենք Եվրոպական միության հետ այսքան հետաքրքրված մեր հարաբերությունները առաջ մղելով։ Նախ, շնորհակալություն հարցի համար, ձեր հարցի առաջին մասին պատասխանեմ։ Ինչու ենք այս փաստաթղթերը ստորագրում, հետո կասեմ, թե ինչ ենք շահագրգռված, կամ ինչի կարող ենք շահագրգռված լինել։ Նախ, նայեք, պատկերացրեք, մենք հիմա Եվրոպական միության հետ հարաբերություններ ենք կառուցում։ Դա մի կառույց է, մի շենք ենք կառուցում։ Հիմա մենք ՍԵՊԱ-ով դրել ենք դրա հիմքը, այդ շենքի, այդ կառույցի ֆունդամենտն ենք գցել, եւ հիմա արդեն շարունակում ենք հաջորդ քայլերը կատարել։ Ես կարծում եմ, որ այս ռազմավարական առաջնահերությունների օրակարգ ասածը ես հասկանում եմ ընկալում եմ որպես շենքի արդեն պատեր, այսինքն սիլուետը ամբողջությամբ այդ ուրվագծվում է շենքի եւ թե ինչպես է եւ որ ոլորտներում ենք կոնկրետ համագործակցելու Եվրոպական միության հետ։ Կարծեմ այսքան է երևի թե այդ հարցի առաջին մասին վերաբերյալ, բայց երկրորդ մասի վերաբերյալ իսկ ինչին է ընդհանրապես մեզ պետք Եվրոպական միությունը։ Կարծում եմ շատ բան է, արդիական սա հարց է, դեռ մեզ մոտ ահագին բան կա, խոսակցություններ կա, բանավեճեր կան, թե որն է լավ, որն է վատ։ Նայեք, եթե կարճ ասեմ, միջազգային հարաբերություններում, միջազգային հարաբերությունների պատմության ընթացքում, մարդկության պատմության ընթացքում ազգերի միջև տեղի ունեցած լավագույն բանը, որ կա, դա Եվրոպական միությունն է։ Սա կարելի ասել գագաթնակետն է մարդկային կամ ազգերի միջև համագործակցության լավագույն բանաձևն են։ Այդ մարդկանց հաջողվել է դրան հասնել, դա գտնել։ Երկու պատերազմներով, երկու մեծ կործանարար սոսկալի պատերազմներով անցնելուց հետո, պատերազմների միջով անցնելուց հետո եվրոպական ժողովուրդները եկան այդ բանին իմաստության, այդ գիտակցությանը եւ գտան իրանց մեջ եւ ուժ եւ վճռականություն կառուցելու այս միությունը։ Նայեք, ինչն է այստեղ ամենակարևորը, ինչով է նա տարբերվում բոլորից։ Նայեք, աշխարհում այսպիսի մի հասկացություն ունի միջազգային հարաբերությունների մեջ, որը կոչվում է սուվերենիտետ, ինքնիշխանություն։ Այսինքն ամեն մեկը ունի իր ինքնիշխանությունը, սահմանափակված է, նա որևէ մեկը չի կարող ինձ թելադրել, թե ես ինչ պետք է կատարեմ եւ բոլոր իմ քայլերում ես առաջնորդվում եմ իմ կամքով եւ իմ որոշումը իմն է։ Հիմա նայեք ինչ է կատարվել Եվրոպական միությունում։ Առաջին անգամ լինելով Եվրոպական միության պետությունները, երկրները, այսինքն սկզբից մի այլ կառույց հետո կոչվեց Եվրոպական միություն, սկզբից կոչվում էր Եվրոպական համայնք, հետո իր էվոլյուցիոն զարգացման մեջ հասավ է սրան, ուրեմն ինչ արեցին, ասեցին մենք պատրաստ ենք հրաժարվել մեր, սահմանափակել մեր ինքնիշխանությունը հօգուտ վերազգային մարմնի։ Այսինքն փաստորեն առաջի անգամ կարելի է ասել, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն է երևի թե գուցե առաջի վերազգային մարմինը, բայց ռեալ կյանքում, ամենօրյա կյանքում ազդեցություն ունեցող առաջին մարմին, առաջին կառույցը եղավ Եվրոպական միությունը, որը ինչպես է ինքը ձևավորվել, անդամ պետությունները պատվիրակել են այդ ղեկավար մարմիններին Եվրոպական միության, որ իրենց անունից որոշումներ կայացնի։ Եվ իրենք կամովի համաձայնվել են ենթարկվել այդ որոշումներին։ Այսինքն անհրաժեշտություն այլևս չկա ինչ-որ մի հեգեմոնի կամ ինչ-որ մի մեծ խոշոր պետության, որ գա, գիտես ձեռքերիդ խփի, գիտես մենք բարոյություն ունենք, պետք է կատարես, ինչպես միշտ տեղի ունենում դա միջազգային հարաբերություններում։ Այս պետությունները կամովի են ստանձնել որոշումների կայացման այդ բանը, պարտականությունը, որ իրենք կանեն դա։ Այսինքն սա մի նոր մոդել է, որը կարելի է անվանել, ինչ-որ շատ տեսությունների մեջ այս բառը կարելի է գտնել, պոստմոդեռնիստական, յետարդիական, յետմոդեռնիստական միջավայր։ Հիմա բնականաբար Հայաստանի շատ շահավետ է մոտ լինել այս քաղաքակիրթ այս բանին, էպիկենտրոնին, այսպես ասեմ, հա։ Նայեք, եւ երկրորդը, Եվրոպական միությունը ինչ է ներկայացնում, տնտեսական հսկա է։ Ժամանակակից աշխարհում կարելի ասել 3 խոշոր էպիկենտրոններ կան տնտեսական, Ամերիկայի Միացյալ Նահանգները, որին հասնում է համաշխարհային հնա շուրջ 25-26%-ը,
Չինաստանը, որին բաժին է հասնում 17-18%-ը, նայած երբ ոնց ինչ հաշվարկներով, եւ Եվրոպական միությունը, որը գրեթե նույն տոկոսն է, 16-17%-ը։ Իդեպ ասեմ ձեզ 90-ականներին ավելի մեծ էր նրա տեսարակը Եվրոպական միության տեսակարարքաշիռը համաշխարհային տնտեսության մեջ։ Հիմա մի քիչ նվազեց, դե Մեծ Բրիտանիան դուրս եկավ եւ այլն, չշարունակեմ այս թեման։ Սա մեկ, երկրորդը, սա առևտրական հսկա է։ Համաշխարհային առևտրի 17-18%-ը վստահաբար բաժին է հասնում Եվրոպական միությանը։ Եվ ինչն է շատ կարևոր, Եվրոպական միությունը շատ լայն, շատ ինտենսիվ առևտուր ունի զարգացող պետությունների հետ։ Այսինքն ոչ թե այն առաջատարների հետ ինչպես նա ոչ միայն առաջատարների հետ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ճապոնիան եւ այլն, բայց նաեւ Աֆրիկա, Լատինական Ամերիկա եւ այլն։ Հիմա նայեք օրինակ այսօր բանակցում են եւ վերջնական փուլ են մտել Եվրոպական միություն Մերկոսուր, որը որ Լատին ամերիկյան հարավ-ամերիկյան միություն է, նա հետ ուրեմն ազատ առևտրի մասին պայմանագիր։ Այսինքն Եվրոպական միությունը իր քաղաքականությամբ բաց է անում իր դռները զարգացող պետությունների հետ։ Եվ ամենակարևորը, նայեք մեկ հանգամանք եւս Հայաստանի համար գուցե սա առաջնայինն է։ Ուրեմն եթե ամփոփենք կարելի ասել, նայեք Հայաստանի համար ձեռնտու է մոտ գտնվել այս բանին, տեկտոնիկ այս մեծ հսկա կառուցվածքին, որը որ մեծ ձգողականություն ունի, եւ միջազգային հարաբերություններում, եւ տնտեսության մեջ, եւ միջազգային առևտրում։ Բայց ամենակարևորը սա չէ, եթե ժամանակ ունեմ, շարունակեմ, հա։ Նայեք, ամենակարևորը սա չէ։ Եվրոպական միությունը այդ կառույցը, որ ինքը կառուցել է իր մեջ, նա առաջնորդվել է որոշակի սկզբունքներով։ Հիմա այս սկզբունքները բացատրելու համար ես փոքրիկ մի տեսություն պետք է ասեմ, մի քանի բառերով ասեմ սա։ Ուրեմն տեսությունը հետեւյալի մասինն է։ Գոյություն ունի այսպիսի հասկացություն, ինչպիսին ինստիտուտներ։ Ես շատ եմ սիրում սա։ Ինչ է նշանակում ինստիտուտներ։ Հիմա մեր հերոստատիողները կասեն, դե հիմնարկ բան, ասեն ինչ-որ բաններ։ Ոչ, ուրեմն տնտեսագիտության մեջ, սոցիոլոգիայի մեջ, քաղաքագիտության մեջ ինստիտուտ երբ որ ասում են, հասկանում են խաղի կանոններ։ Քաղաքական հարաբերություններում, տնտեսական հարաբերություններում, մարդկային հարաբերություններում խաղի կանոնները կոչվում են ինստիտուտներ։ Որքան արդյունավետ են քո ինստիտուտները, այնքան ավելի արդյունավետ է քո ողջ հասարակությունը, այնքան ավելի արդյունավետ է որպես հետևանք քո տնտեսությունը։ Հիմա նայեք, Եվրոպական միությունը եւ երկրորդ ուրեմն կետը ասենք այստեղ նշենք։ Եվ ապացուցված է մարդիկ Նոբելյան մրցանակներ են ստանում եւ այլն, որ եթե ինստիտուտները ժողովրդավարական ուղղվածություն ունեն, այդ դեպքում ես դու շահում։ Ուրեմն հարցը որն է, որ ինստիտուտներն են արդյունավետ։ Պարզվում է ժողովրդավարական ինստիտուտներն են արդյունավետ։ Խոսքը երբ որ գիտեք մեզ մոտ ասում են ժողովրդավարություն, շատ անգամ հասկանում են այսպես շուկա, հա, ասած ինչ որ ով ինչ ուզի անի, օրենքի բացակայություն եւ այլն, ոչ մի դեպքում եւ ժողովրդավարություն ասելով ամենակարևորը որ պետք է հասկանանք, դա օրենքի գերակայությունն է, դա վերահսկողությունն է։ Երկու հանգամանք երևի թե խոշոր մեծ բաները, մեծ դրույթները ժողովրդավարության։ Հիմա այն հասարակությունները, որտեղ որ կան այս իրավունքի գերակայություն եւ վերահսկողություն հասկացությունները, նրանք առաջադիմում են ավելի մեծ դյուրությամբ են, ավելի լավ են կարողանում իրենց տնտեսությունը զարգացնել։ Հիմա Եվրոպական միությունը մեզ հետ համագործակցելով, ընդհանրապես իր հարևան պետությունների հետ համագործակցելով առաջ է մղում այս օրակարգը։ Ասում է կառուցի այդ ինստիտուտները, որպեսզի նախ կարողանաս ինձ հետ դու հասկանալի լեզվով խոսես, կամ իմ լեզուն հասկանալի դառնա քեզ համար, եւ երկրորդը, որպեսզի կարողանաս դու զարգանալ եւ իմ բանին հասնել, իմ մակարդակին հասնել։ Այսա շատ կարեւորագույն, սա առանցքային նշանակություն ունեցող հանգամանք է մեզ համար։ Այսինքն, եթե մենք կատարենք այն փաստաթղթերի դրույթները, որի մասին խոսեց Տիկին Մանեն, մենք կմոտենանք դրանով այդ ինստիտուտների որակին։ Այսինքն, մենք կբարձրացնենք մեր երկրի ընդհանուր մակարդակը տնտեսական հարաբերություններում, քաղաքական հարաբերություններում եւ այլն։ Շատ լավ, պարոն Թաշչյան, մի հատ կարճ հարց։ Այս ամենը ինչ որ դուք ասացիք, միանգամայն ընդունելի է, միանգամ եւս մեկ անգամ ապացուցում է թե ինչքան լավ, ինչքան ճիշտ ինտեգրացիոն գործընթաց եւ կառույց Եվրոպական միությունը, բայց մենք ԵԱՏՄ անդամ ենք։ Այո։ Բա հիմա ոնց իրար հետ համարել։ Հակասության մեջ ենք իհարկե հայտնվում։ Ես մի հատ ցես բան, անդադ ես վերջերս մտածում եմ մի հանգամանքի մասին։ Վրաստանին հաջողվել է, նայեք, ազատ առևտրի պայմանագիր կնքել,
Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ 1, Եվրոպական միության հետ 2, Չինաստանի հետ 3 եւ Ռուսաստանի հետ պահպանել իր ազատ առևտրի պայմանագիրը, որը որ 1994 թվականին որևէ մեկը չի բանել, նա չի չեղարկել ԱՊՀ շրջանակներում կնքած ազատ առևտրի մասին պայմանագիրը։ Հիմա Վրաստանին սա հաջողվել է, մեզ ուրեմն չի հաջողվել։ Երևի թե 2013 թվականին կներեք մեր կատարած քայլերը ճակատագրական նշանակություն ունեցել։ Իհարկե, եթե մտնում ես մաքսային միության մեջ մի կառույցի հետ, արդեն գուցե երևի դռները փակ են մեկ ուրիշի հետ ազատ առևտրի մասին պայմանագիր կնքելու համար, բայց չգիտեմ, երևի սա այս ուղղությամբ պետք է աշխատել, որովհետև նայեք, ինչ էլ խոսենք, ճգնաժամերի կառավարում եւ այլն, ամենակարևորը, այն մեխանիզմը, որը որ մեզ կմոտարկի կամ կմոտեցնի Եվրոպական միությանը, մեզ կսերտաճեցնի Եվրոպական միության հետ, դա ազատ առևտրի հանգամանքն է, դա ազատ առևտրի ապրանքների, ծառայությունների եւ հետագայում արդեն եթե ավելի մոտենանք կապիտալի եւ աշխատուժի ազատ դեղաշարժ։ Տիկին Ադամյան, վստահ եմ շատ բան կօրինակ արձագանքել, բայց երկու հարց եմ ուզում հավելեմ, էլի։ Առաջինը արձանագրելի է, չէ՞, որ քանի դեռ մենք ԵԱՏՄ անդամ ենք, այս զարգացումները ոնց մասին պարոն Թաշչյանը ասեց, այդ ազատ առևտուրի եւ այլն, դրանք անհնար են Եվրոպական միության հետ, դա մեկ։ Եվ երկրորդը, արդյոք կարող ենք մենք ձեր հետ արձանագրել, որ այս վերջին փաթեթը ընդունված փաստաթղթերի մեզ այլևս հասցրել են այն առաստաղին, որը որ հնարավոր է Հայաստանի եւ Եվրոպական միության միջև համագործակցության, քանի դեռ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է։ Համեցեք։ Շատ լավ, շնորհակալ եմ եւ մի քանի շատ կարճ դիտարկումներ անեմ պարոն Թաշչյանի նշածի վերաբերյալ։ Իրականում այո, իհարկե ապացուցված տեսություններ կան զարգացման այդ մոդելի մասին, որ ժողովրդավար, ինչքան ժողովրդավար են ինստիտուտները, այդ թվում տնտեսական ինստիտուտները, ազատ մրցակցություն, թափանցիկ միջավայր եւ այլն, դա բարելավում է, բայց քանի որ նաեւ իմ այսպես մասնագիտական արմատները գնում են նաև զարգացման ոլորտ, հա, աշխարհում կան նաև զարգացման այլ մոդելներ, որոնք որ որոշակիորեն այսպես իրենց խաղի կանոններն են առաջարկում, այդ թվում հայկական զարգացման մոդելը, չինական զարգացման մոդելը, որտեղ որ ժողովրդավարությունը այն դերը չի խաղացել, ինչպես օրինակ անգլոսաքսոնական կամ արևմտյան զարգացման մոդելում, հա, ուղղակի ֆիքսենք, որ նաև այլ զարգացման մոդելներ կան։ Ես արձագանքելու հնարավորություն կունենամ։ Իհարկե, բոլորովին չպնդելով, թե չինական մոդելն է Հայաստանի համար նախընտրելի զարգացման մոդելը, բայց նկատի ունենանք, որ նաև այսպես են զարգանում տարբեր հատվածներ աշխարհում։ Հիմա, ինչ վերաբերում է ազատ առևտրին, այո, Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ ազատ առևտուր Եվրոպական միության հետ, քանի դեռ Եվրասիական տնտեսական միության անդամ է, որովհետև որպեսզի դա տեղի ունենա, զուտ տեսականորեն, հա, պիտի Եվրասիական տնտեսական միությունը ունենա ազատ առևտուր Եվրոպական միության հետ, կամ Հայաստանը պետք է դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից։ Կամ Հայաստանը պետք է դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից, որովհետև մեկ տնտեսական միությունում ազատ առևտրի իմաստը, ավելի ճիշտ մեկ տնտեսական միության իմաստը այն է, որ ապրանքները ազատ տեղաշարժվում են եւ երբ որ մտավ տնտեսական միության տարածք ապրանքը, արդեն մտավ ամբողջ ԵԱՏՄ տարածք, հետեւաբար կամ ԵԱՏՄ ԵՄ կամ ԵԱՏՄ առանց Հայաստանի եւ Հայաստան ԵՄ, այս մոդելները կարող են լինել ակտուալ։ Ինչ վերաբերում է Եվրոպական միության հետ մեր հարաբերությունների խորացման, այսպես մաքսիմում կետին, հա, որի մասին դուք խոսեցիք, ես կարծում եմ, որ այս պահին մենք փորձում ենք ինտեգրացիոն ամենատարբեր ուղղություններով եւ հնարավոր ամբողջ գործիքակազմով համագործակցել Եվրոպական միության հետ։ Կարծում եմ, որ բավականին լավ է ստացվում այն առումով, որ մենք կարողացանք տարբեր ուղղություններ ավելացնել մեր համագործակցությանը, որոնք որ օրինակ այդքան համապարփակ ծածկված չեն ՍԵՊԱ-ում, օրինակ անվտանգության ոլորտը։ Իհարկե խոսքը գնում է անվտանգության ավելի փափուկ բաղադրիչների մասին, որովհետև Եմեն ինքը իրենով էլ որպես միություն ռազմական կամ ռազմատեխնիկական մասը չի ծածկում, բայց անվտանգության տարատեսակ բաղադրիչներ, օրինակ ռազմավարական օրակարգով մտան մեր համագործակցության շրջանակ։ Չնայած ասեմ, որ ինստիտուցիոնալ առումով մենք 2023 թվականից ենք սկսել համագործակցել ԵՄ-ի հետ այս ուղղությամբ եւ ունենք առանձին ձևաչափ, որը քաղաքական եւ անվտանգության երկխոսությունն է։ Այստեղ արդեն խոսակցություններ կային, թե ինչ կարելի անել, ինչպես եւ այլն։
հիմա արդեն փաստաթղթով արձանագրվեց, ֆիքսվեց։ Նույնը վերաբերում է տնտեսական ուղղություններին։ Մենք այս փաստաթղթում ներառված են հարցեր, որոնք վերաբերում են տնտեսական դիվերսիֆիկացիային, առևտրի դիվերսիֆիկացիային։ Իհարկե, սա շատ բարդ գործընթաց է եւ գործիքակազմի տեսանկյունից դեռևս շատ ոչ շոշափելի, դեռ կողմերը պիտի ռեալ ու ծանր աշխատանք տանեն, որ հասկանան ու կարողանան իդենտիֆիկացնել են գործիքները, որոնք կարող են արդյունավետ լինել, հաշվի առնելով, որ Հայաստանը շարունակում է լինել ԵԱՏՄ անդամ, բայց սրան էլ անդրադարձ կա, այսինքն գիտակցումը, որ կա այսպիսի խնդիր, տնտեսական կախվածությունների խնդիր արձանագրված է եւ արձանագրված է, որ կողմերը պիտի աշխատեն իդենտիֆիկացնելու այդ գործիքակազմը, որը կօգնի Հայաստանի Հանրապետությանը ընդհանուր առմամբ բազմազանեցնել իր տնտեսական եւ առևտրային հարաբերությունները աշխարհում։ Սա էլ է ֆիքսված։ Բայց այո, ֆիքսենք, որ եթե խոսքը գնում է արդեն ուրեմն ինտեգրացիոն ավելի խորը փուլին տնտեսական առումով եւ առևտրային առումով, ապա մենք կանգնելու ենք ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի այսպես ընտրության առջև, ինչը իմ կարծիքով շատ նաև խորքային աշխատանք է պահանջում ճիշտ գնահատականներ անելու, ճիշտ վերլուծություններ անելու եւ ճիշտ տնային աշխատանք անելու եւ նոր որոշումներ կայացնելու, որովհետեւ այն ինչ որ կա այսօր Հայաստանի տնտեսության կառուցվածքում եւ առևտրի կառուցվածքում շատ այսպես բարդ է եւ լուրջ աշխատանք է պահանջում։ Մինչև թեման շարունակելը Տիկին Ադամյան, խնդրեմ մի փոքր մեզ նաև պատահեցնեք, թե այս փաստաթուղթը օրակարգի մասին է խոսքը։ Ինչ պրոցեդուրայով է ընդունվել, երբ է ինքը բանակցվի, երբ բանակցությունները ավարտվի եւ երբ է ինքը բավերացվի։ Եթե կհիշեք, դեռևս ամռանը, եթե չեմ սխալվում, կողմերը հայտարարեցին ըստ էության, որ համաձայնություն կա ընդհանուր շրջանակի մասով։ Այսինքն տեքստը համաձայնեցված էր դեռևս ամռանը։ Տեքստի, այսպես ասած, շրջանակի շուրջ կար համաձայնություն, ընդհանուր առմամբ ուղղությունների, ես վստահ եմ, որ նաև տեքստի նախագիծը կար եւ նախագծի շուրջ կար համաձայնություն, բայց ինչ որ դետալներ կային, որոնք կողմերը դեռևս համաձայնեցնում էին։ Այս փաստաթուղթը, ինչպես գիտեք, հատուկ ինչ որ ընթացակարգով, ինչպես օրինակ նշեցինք այն առաջին փաստաթուղթը ճգնաժամային առաքելությունների մասով, որը միջազգային պայմանագրերի մասով մեր օրենքի ամենաբարդ ընթացակարգով է անցել, վավերացման գործընթաց է անցել։ Այս փաստաթուղթը միջկառավարական փաստաթուղթ է եւ ուղղակի կողմերը համաձայնության են եկել այս փաստաթղթի շուրջ եւ համաձայնվելուց հետո ընդհանուր շրջանակի նաեւ առանձին մանրամասներ են համաձայնեցրել եւ վերջնական հաստատել են գործընկերության խորհրդի հերթական վերջին այս պահի դրությամբ վերջին նիստի ընթացքում այս գործընթացով է անցել, ինքը Գործընկերության խորհուրդը նշանակում է բոլոր անդամ պետությունները համաձայնվել են, ճիշտ է։ Գործընկերության խորհուրդը Հայաստանի եւ Եվրոպական միության միջև ամենաբարձր մակարդակի երկխոսության ֆորմատն է։ Այս ձևաչափում համանախագահում է հայկական կողմից արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Եվրոպական միության կողմից բարձր ներկայացուցիչը այս դեպքում Կայա Կալասը եւ այս ձևաչափը անդրադառնում է համագործակցության ամբողջ շրջանակին, քննարկում են բոլոր հարցերը տնտեսական, տարածաշրջանային, քաղաքական մասից մինչև ոլորտային ամենատարբեր ուղղություններ, մի ամբողջ օր են տևում այս նիստը եւ ինստիտուցիոնալ առումով մեր եւ Եվրոպական միության երկխոսության ամենաբարձր ֆորմատն է։ Բայց այստեղ կա հնարավորություն ուրեմն համաձայնության գալու քաղաքական փաստաթղթերի շուրջ։ Այս փաստաթուղթը, ինչպես նշեցինք, քանի որ նաև խոսում ենք, թե ինչին է կից, ինչին է ավելացնում, փաստաթղթի մեջ էլ հենց նշվում է, որ չնայած կառուցում է ՍԵՊԱ-ի վրա, ինչպես մնացած բոլոր մեր փաստաթղթերն են, այնուամենայնիվ ինքը գալիս է փոխարինելու մեր մեկ այլ փաստաթղթի, որը կոչվում էր գործընկերության առաջնահերթություններ, partnership priorities, 17-18 թվականներին էր համաձայնեցվել եւ հաստատվել այս փաստաթուղթը, շատ ավելի համեստ փաստաթուղթ էր իր տեսակով, իր կառուցվածքով, իր ծածկած ուղղությունների եւ մանրամասների առումով։ Այս փաստաթուղթը շատ ավելի համապարփակ է, ավելի հստակ գործողություններ է սահմանում եւ նոր ուղղություններ է իհարկե արդեն նշեցինք դրա մասին ներառում
գալիս է փոխարինելու այդ նախորդ փաստաթղթին։ Բացի մեր իրավական համաձայնագրերը, որ ունենում ենք Եվրոպական միության հետ եւ իլրումն SEPA-ի, սրանք սահմանում են մեր քաղաքական երկխոսության օրակարգը, որովհետեւ մինչ SEPA-ն շատ հստակ դրույթների մասին է, շատ հաճախ իհարկե կան այնտեղ դրույթներ, որոնք որ դեկլարատիվ են եւ ենթադրում են համագործակցություն տարբեր ուղղություններով, եւ կան դրույթներ, որոնք որ կոնկրետ ստանդարտին մոտարկում են ենթադրում, մինչ Հայաստանը այս գործընթացի միջով շարունակում է անցնել, քաղաքական օրակարգը շատ դինամիկ է, զարգանում է եւ կողմերը քաղաքական առումով ֆիքսում են նոր առաջնահերթություններ իրենց հարաբերությունների համար եւ այս փաստաթղթով դա արձանագրել են։ Շատ լավ։ Պարոն Թաշչյան, դուք ուզում եք արձագանքեք, ես ձեր արձագանքին այլ մի հատ հարց եմ ուզում հավելեմ։ Հիմա Հայաստանի համար Եվրոպական միության եւ Եվրասիական տնտեսական միության միջև ընտրությունը ինչ որ պահի, երբ որ այդ պահը հասունանա, երբ որ մենք այդ ընտրության առաջ կանգնենք, ինքը համաձայն եք, չէ՞ որ միայն տնտեսական կամ առևտրի ընտրություն չի։ Ինքը ապագայի ընտրություն է, ինքը քաղաքակրթական ընտրություն է, ինքը ընդհանրապես ինչպիսի պետություն ենք մենք եւ ինչպիսի հասարակություն ենք ուզում լինենք, այդպիսի ընտրություն է նաեւ։ Համեցեք։ Շնորհակալություն, մի քիչ աշխուժացնեմ մեր զրույց, նախ շատ շնորհակալություն Տիկին Ադամյանին, որ նշեց այդ հարցը, ես որ կան զարգացման այլ մոդելներ, ես ավելի հնարավորություն կունենամ ճշգրտելու իմ տեսակետը։ Նայեք, նախ ես միտումնավոր չասացի, ես գործածեցի ժողովրդավարություն հասկացությունը, որպեսզի հասկանալի լինեմ մեր հերոստատիտողների համար, բայց խնդիրը հենց ժողովրդավարություն բարինեղ սահմանման մեջ չէ, խնդիրը ազատական արժեքների մեջ է, որոնք են դրանք, կրկնեմ, օրենքի գերակայություն, վերահսկողություն, սեփականության պաշտպանություն, շուկայական տնտեսություն, մրցակցային հավասար պայմաններ եւ անազնավորված վերաբերմունք բոլոր խաղացողների նկատմամբ, այս ինչ-որ միցես փաթեթ, տրադիցիոն կամ դասական միշտ ուրեմն որ ունեցել ենք ազատական գաղափարների մասին է խոսքը գնում, որոնք որ հիմք են ծառայում տնտեսական զարգացման համար։ Այս մեկ, սա ասես մի ճշտում։ Երկրորդը, ուրեմն, եթե բացառությունների մասին եք խոսում, իհարկե Չինաստանը ամենամեծ բացառությունն է, եւ առաջին հայացքից թվում է թե նա անտեսել է ազատական սկզբունքները եւ կարողացել է զարգացում ապահովել, նախ շեշտենք, որ նշենք, որ շատ ցածր կետից է նա զարգացում սկսել։ Սրանից 50 տարի առաջ Դեն Սեոպին նախագահի ժամանակներում, չգիտեմ, մեկ շնչը գնող հնան Չինաստանի մի քանի $100 էր, հիմա մոտարապես 13-14 $1000 է կազմում։ Դե պատկերացրեք ինչ ցածր կետից է սկսել, բայց սա ավելի շատ դժվար ճանապարհ է։ Պետք է ունենաս այնպիսի մի կառույց, ինչպիսին Չինաստանն ունի, կոմունիստական կուսակցությունը։ Կկարողանաս արդյոք նման կառույց ստեղծել քո երկրում։ Արդյոք ավելի հեշտ չէ, նայեք, այդ կառույցը կոմկուսը կարողացավ ապահովել երկրի զարգացումը։ Բայց ով ասաց, որ դու կկարողանաս նման կառույց ստեղծել։ Ինքը իր վրա վերցրեց բոլոր այդ եւ իրավունքի գերակայության ֆունկցիաները եւ մրցակցության եւ օրինապահության եւ այլն բոլոր ֆունկցիաները կատարում է այդ մի մեծ կառույցը արդյոք կկարողանաս դու դա անել սա էլ է չէ հարց եւ երրորդ ամենակարևորը մի հատ էլ հա օրինակ կա Սինգապուր ով ասես որ Սինգապուրի նման մարդ կարած գտնես Լիկվանիուի նման ավելի դժվար խնդիր է Բանը ստացվել է այդ երկրում, չի նշանակում թե որ քեզ մոտել, բայց կա ավելի ունիվերսալ ճանապարհներ, որոնք որ ազատականության ճամփայով են գնում։ Ազատական արժեքների, ազատական սկզբունքների, լիբերալիզմի, այսպես ասեմ, հա, որ ավելի հասկանալի լինի, սկզբունքների կիրառման ճանապարհով է գնում։ Բայց այստեղ մի ուրիշ հանգամանք շատ կարևոր հանգամանք կա։ Իդեպ այս ինչ որ խոսում ենք, մենք փաստորեն մեր թեմայի բանում է, շրջանակներում է, մենք դուրս չենք գալիս։ Հա, նայեք, այսպեսի շատ կարևոր հանգամանք։ Բոլոր այդ պետությունները, որոնք որ շարժվում են այսպես ասած ազատական սկզբունքների նեղ կիրառմամբ, իդեպ Չինաստանը կիրառել է ազատական սկզբունքներ։ Նա աստիճանաբար սկսել է կիրառել Դեն Սեոպինի ժամանակներից սկսած։ Շուկայական տնտեսությունի հավասար մրցակցային պայմաններ եւ այլն եւ այլն։ Հիմա, բայց կա մի հատ բան, առաստաղ Դա մոտարապես Հայաստանի այսօրվա հնան մեկ շնչին գնող կազմում է մոտարապես $9,000։ Այ $9-10,000 ավելի լավ ճիշտ մի հատ թիվ կա, ասում են Ամերիկայի Միացյալ Նահանգների հնա 11%-ին, երբ որ հասնում ես,
արդեն սկսում է առաջնային են դառնում հենց ժողովրդավարական արժեքների կիրառումը, հենց ժողովրդավարական սկզբունքների։ Որևէ մի պետություն այդ քայլը չի կատարել առանց ժողովրդավարության։ Դեռևս պատմության մեջ չկա այդ Մի բանը բացառությամբ երևի թե նավթագազային բլոկ նավթագազային մենակ դա մասին չեմ երևի, խոսում մենակ երևի թե չկա որևէ պետություն, որը որ կարողացել է անտեսելով ժողովրդավարական սկզբունքները կամ ազատական սկզբունքների լիբերալիզմի լայն կիրառումը կարողացել է հաջողել գնալ շարունակել իր զարգացման ընթացքը։ Դա վերաբերում է նախ եւ առաջ, նայեք, կամ Արևելյան Ասիայի, հա, Հարավային Կորեա, Ճապոնիա, Թայվան, Հոնկոնգ, բոլորի օրինակը վկայում է այս սկզբունքի մասին։ Նայել մեզ ավելի մոտ օրինակներ, Արևելյան Եվրոպա, Լեհաստան, դե չասած դրա մասին, հա, էլ չենք ասում։ Իդեպ Արևելյան Եվրոպան շատ կարևոր մի լավ օրինակ է մեզ համար։ ԵՄ-ի հետ քաղաքականության բանից, տրամաբանությունից ելնելով կամ անհրաժեշտության։ Նայեք, դայև չկան, կարելի է այսպես էլ ասել, չկան պետություններ, որոնք որ կարողացել են ինքնուրույն առանց կապվելու այն խոշոր էպիկենտրոնների հետ տնտեսական զարգացման, Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ Եվրոպական միություն, խոշոր չասեմ, ավանդական հին զարգացած կենտրոններին, առանց կապվելով նրանց հետ չկա մի պետություն, որը որ կարողացել է զարգանալ։ Ինքնուրույն իր ինչ-որ sense բանը մոգոնած ճանապարհով, այդպիսի բան գոյություն չունի։ Նույն Չինաստանը խորապես կապված է եղել եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների շուկայի հետ հսկայական բազմա միլիարդանոց 100 միլիարդներով ներդրումներ են եղել Ամերիկայի Միացյալ Նահանգներից Չինաստան եւ այլն։ Հիմա եւ Արևելյան Եվրոպայի երկրները դրա ապացույցն են կրկին։ Չկա այդպեսի մի դեպք։ Նրանք այդ տեկտոնիկ այդ զգողականության դաշտի մեջ են մտել Եվրոպական միության եւ դրա շնորհիվ են կարողացել ուրեմն առաջընթացը ապահովել իրենց զարգացման մեջ։ Ես փաստորեն ինչ որտեղ պատասխանում եմ ձեր հարցին, բա ինչ անենք, լավ։ ԵՄ մի կողմից կա, մի կողմից կա ԵԱՏՄ։ Իհարկե շատ բան է, դիլեմայի նման մի բան է, շատ դժվար հարց է։ Նախ ժամանակի հարց է։ Ժամանակը մեզ կարող է օգնել։ Նախ, նայեք, մտածենք այսպես։ Մեզնից առաջ այս պահի դրությամբ կա 10 տեխնացու։ Եվրոպական միության անդամակցության 10 տեխնացու կա։ Այսինքն, երբ որ մեզ հերթը հասնի, Աստված գիտի ինչեր կարող է աշխարհում տեղի ունեցած լինի։ Մեզ որ հերթը հասնի, եկեք ման նայենք, քիչ ունեց պրակտիկ եթե նայենք, հարցին դա 10-15 տարի հետո է, լավագույն դեպքում, հա, որ sense եթե մենք գիշեր-ցերեկ հա, եթե մենք հա, sense լավ աշխատենք, ինչ որ բոլորը այսպես գործընթացները այսպես բան միշտ լավ հունով զարգանան, չէ, կարելի է 5 տարում էլ անել, հարցը դրանում չի։ Նախ ուրեմն սա այս հանգամանքը, ժամանակի հանգամանքը հաշվի առնենք, որ գուցե եւ ինչ որ բան փոխվի։ Եվ փոխվի, գիտեք ինչպես, գուցե եւ ԵԱՏՄ-ին ձեռնտու լինի ուրիշ հարաբերություններ ստեղծել Եվրոպական միության հետ։ Իսկ չեք մտածում, օրինակ, ԵԱՏՄ Եվրոպական միություն ազատ առևտրի գոտի։ Ոնց որ Մերկոսուրն է այսօր անում Եվրոպական միության հետ։ Իդեպ դա սա շատ լավ լուծում կլինի մեզ համար հարցի։ Շատ լավ լուծում կլինի։ Իդեպ մենք լինելով շատ մոտ գտնվելով տարածաշրջանային առումով աշխարհագրականորեն սահմանակից լինելով Եվրոպական միությանը ԵԱՏՄ-ը շատ ավելի խոր հարաբերություններ կարող է ձևավորել Եվրոպական միության հետ։ Իդեպ սա, բայց մի հատ կարևոր նաև մի փոքրիկ նյուանս էլ էլի չեմ կարողանում չասել, նայեք ինչն է հետաքրքիր։ ԵԱՏՄ-ի թուլությունը, այսպես ասեմ, հա, եւ ԵՄ առավելությունները։ Համաշխարհային, նայեք, մեզ պետք է զարգացում, հա, սա ոնց որ բան լինի, մանտրա լինի, հա, Հայաստանի համար այսօրվա։ Այս միջավայրում ապրելու համար, այս արտաքին քաղաքական լարվածության շրջապատում ապրելու համար մեզ պետք է ուժեղ լավ պետություն լինել։ Դրա համար պետք է զարգանալ, տնտեսապես զարգանալ։ Զարգացման ճանապարհներից այսպես գործիքներից մեկը առևտուրն է։ Պետք է ինտեգրվել համաշխարհային առևտրի մեջ։ Հիմա նայեք ինչ հետաքրքիր բան է տեղի ունենում։ Առևտրի մեջ էլ առանձնահատկություն կա։ Առևտրի բարձվում է մոտավորապես համաշխարհային առևտրի 60%-ը իրականացվում է միջանկյալ ապրանքներով։ Ոչ վերջնական, ոչ պատրաստի ապրանքներով, իսկ այլ միջանկյալ։ Իսկ դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է տնտեսական ինտեգրացիա։ Ես այս ակնոցի, չգիտեմ, այս ականջիկներն եմ արտադրում, Տիկին Ադամյանը բաները, ապակիները դուք վերջում հավաքում եք, սա կոչվում է տնտեսական ինտեգրացիա եւ փոխկապակցվածություն։ Սա է խթանում տնտեսական զարգացումը շատ ուժեղ կերպով։
ԵԱՏՄ-ում սա բացակայում է ցավոք սրտի։ Բոլորը ԵԱՏՄ անդամ պետությունները պատրաստի ապրանք, ինչը եթե կոնկրետ անունը տանք, հումք արտահանող պետություններ են։ Այս ինտեգրացիան հնարավոր չէ ԵԱՏՄ շրջանակներում։ Մինչդեռ Եվրոպական միությունում խորագույն ինտեգրացիա կա։ Airbus-ն արտադրում, որը որ բաղկացած է մոտարապես 2 միլիոն կոմպոնենտներից, եւ այդ 2 միլիոն կոմպոնենտները արտադրում են Իռլանդիայից մինչև Բուլղարիա, բոլորը։ Եվ սա այսպես միասին հավաքվում, միասին է բոլորին կապում միմյանց հետ եւ զարգ է տալիս զարգացմանը տնտեսական առաջընթացին աճին։ Շնորհակալություն։ Իդեպ մի հատ բան ստեղ փոքր արձանագրենք, որ ամեն դեպքում Հայաստանը սահմանակից է Եվրոպական միության տնտեսական ուրեմն մաքսային միության առնվազն այսպես ասենք Վրաստանի եւ Թուրքիայի միջոցով, իսկ ԵԱՏՄ-ի հետ մենք ամեն դեպքում սահման չունենք։ Տիկին Ադամյան, էլի վստահ եմ որ արձագանքելու բաներ կունենք, բայց ուզում եմ երկու բանը հավելենք այս խոսակցության մեջ, բերելով մի քիչ ավելի այսպես պրակտիկ գործնական դաշտ, այս բոլոր գաղափարներին եւ այս բոլոր հասկացություններին երևի թե ամենաճիշտ ճանապարհը մտնելու դա քայլ առ քայլ տնային աշխատանք անելով, պատրաստվելով գնալն է։ Հիմա այս պայությամբ մենք ունենք մեր արժեվ ընդունված փաստաթղթեր սեղանին դրված, որոնցից օրինակ մեկը դա վիզա լիբերալիզացիայի փաստաթուղթն է։ Դուք նշեցիք, որ մենք վերջերս ընդունել ենք դրա ծրագիրը, ինչը իմ ընկալմամբ նշանակում է, որ այլևս շատ հստակ է հասկանալի թե Հայաստանը ինչ տնային աշխատանք ունի անելու այդ փաստաթղթով մեր արժեվ դրված, որպեսզի մենք գնանք վիզա լիբերալիզացիա Եվրոպական միության հետ։ Այ հիմա մի փոքր այսպես կարճ կարող եք մեզ ներկայացնել թե տնային աշխատանքներից ինչ է ներկայացնում եւ ինչ է արվում այդ տնային աշխատանքը իրականացնելու ուղղությամբ, սա մեկ, ու երկրորդը վերադառնալով նաև օրակարգի փաստաթղթին, այնտեղ Եվրոպական միության ներսում ես ճիշտ եմ հասկանում, որ փաստորեն փաստաթուղթը ընդունվել է միայն Եվրոպական միության կառույցների կողմից, այնտեղ անդամ պետությունների կողմից ուրեմն որևէ վավերացում կամ կարծիքի հայտնում չի եղել։ Շնորհակալ եմ, շատ կարճ անդրադարձ անեմ, ուղղակի մեր հեռուստադիտողի համար որ պարզ լինի, որ բոլորովին որևէ մեկը հատկապես ես չի պնդում օրինակ կոմունիստական կոստակցություն մոդելով Հայաստանի զարգացումը կամ հա, բայց իրականում ես կուզեմ, որ մենք մեր միտքը բաց պահենք, երբ որ խոսքը գնում է աշխարհի տարբեր երկրների զարգացման մոդելներին, դրանք տարբեր են։ Ասիայում եղել են եւ կան պետություններ, որոնք զարգանում են լրիվ այլ մոդելով։ Չինաստանը լրիվ ուրիշ մի պատմություն է, պարոն Թաշյանը լրիվ ճիշտ նշեց, որ կամած բացել է իր տնտեսությունը աշխարհի առաջ, բայց շատ ռազմավարական է այդ հարցին մոտեցել եւ Շանհայից սկսած ազատ առևտրի ուրեմն հատուկ գոտիներով լրիվ ուրիշ մոդելով է զարգացրել երկիրը եւ պետությունը։ Ես շարունակում եմ կարծել, որ Հայաստանի համար առանցքային են ժողովրդավարական ինստիտուտները, որովհետեւ այն աշխարհակաղակական կոնտեքստը, որ մենք զարգանում ենք որպես պետություն, պարտավորեցնում է ունենալ շատ այսպես համապարփակ եւ թափանցիկ ինստիտուտներ, որոնք որ թույլ կտան զարգանալ, իսկապես զարգանալ, հաշվի առնելով այն վտանգները, որոնց հետ անդադ բախվում ենք, հա։ Այդ առումով կարծում եմ, որ տրամաբանական է մեր համագործակցությունը օրինակ Եվրոպական միության հետ եւ ընդհանուր առմամբ առանցքային ու շատ կարեւոր է դիվերսիֆիկացիան, բայց էլի միտքներս բաց պահելով մեր համար ինքներս մեզ համար աշխատող գործիքակազմ պիտի գտնենք, որովհետև այդպիսի իրավիճակում ենք եւ շատ բարդ իրավիճակում ենք, երբ որ խոսքը գնում է տնտեսության մասին։ Հիմա վերադառնալով վիզաների ազատականացման գործողությունների ծրագրին, այո, շատ հստակ գործողություններ են սահմանված, այդ գործողությունները ժամկետներով չեն ֆիքսված, առնվազն այն փաստաթղթում, որը որ Եվրոպական միությունն է փոխանցել Հայաստանի Հանրապետությանը, ինչպես գիտեք, սա Հայաստանի կողմից հաստատման ենթակա փաստաթուղթ չէ։ Ինչ է տեղի ունեցել, ինչպես է ձևավորվել փաստաթուղթը, մենք ունեցանք մի քանի գնահատման առաքելություններ, Եվրոպական միությունը փորձագետներ ուղարկեց, ովքեր եկան, նայեցին այս բոլոր ոլորտներում մեր ուրեմն օրենսդրական դաշտին, ինստիտուտներին, աշխատանքին եւ այլն, դա արձանագրեցին։ Այս process-ում Հայաստանի ամենատարբեր ինստիտուտները շատ սերտ աշխատեցին, տրամադրեցին ամբողջ այդ փաստաթղթային բազան, որը հարկավոր էր գնահատող խմբերի համար, եւ նախ Հայաստանին փոխանցվեցին գնահատման զեկույցները, որոնց մասով Հայաստանը ուներ հնարավորություն օրինակ դիտարկումներ տրամադրել, հա։
Դրանք էլ հաշվի առնելով եվրոպական արդեն հանձնաժողովը մշակեց վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը, որով արդեն հստակ սահմանեց, որ այս բարեփոխումներն են, որոնք որ Եմեն ակնկալում է Հայաստանի Հանրապետությունից, որ պետք է իմպլեմենտացվեն, որպեսզի ունենանք ազատ վիզային ռեժիմ։ Փաստաթղթի շրջանակում նախատեսված է երկփուլ գնահատում։ Հայաստանի Հանրապետությունը երկու փուլով է գնահատվելու, առաջինը իրավական շրջանակն է, այսինքն արդյոք կան ընդունվել են օրենքներ, որոնք որ մոտարկվել են, որոնցով նախատեսվել է տարբեր ստանդարտների մոտարկում, ընդհանուր առմամբ օրենսդրական դաշտը, երկրորդը իմպլեմենտացիան է, այսինքն դրանք իրականացվում են, թե չէ, հողի վրա ինչ է տեղի ունենում, այդ ինստիտուտները վերջը գործում են, թե չէ, եթե պայմանական որոշում կա, ինչ որ կառույց ստեղծելու, որ գործողությունների ծրագրով պարտադիր պահանջ է, հա, արդյոք այդ կառույցը ունի բավարար ֆինանսական միջոցներ, մարդկային ռեսուրսներ, այսինքն հարցերին շատ համապարփակ մոտեցում կա եւ այս երկրորդ փուլով էլ իմպլեմենտացիան է գնահատվելու։ Ինչպես գիտեք, տեղի ունեցավ բոլորովին վերջերս անցած շաբաթվա ընթացքում նախանցած գնահատման առաջին առաքելությունը արդեն վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի մասով ըստ էության այս առաքելության նպատակը ֆիքսելն է այս պահին ինչ կա, ինչ ունենք, որտեղ ենք գրանցել առաջընթաց, դուք գիտեք, որ մինչև վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը Հայաստանի Հանրապետությանը փոխանցել է, հաշվի առնելով արդեն նախկինում գնահատման զեկույցները, մեր պետական մարմինները տարբեր ուղղություններով արդեն ակտիվ աշխատում էին եւ ես վստահ եմ, որ օրինակ նույնիսկ առաջին զեկույցով, որը ըստ էության իրավիճակի գնահատական պիտի տա, արդեն մենք կունենանք առաջընթաց ամենատարբեր ուղղություններով Պրոցեսը սա է ըստ էության վիզաների ազատականացման մասով եւ կարծում եմ բավականին լավ տեմպով ենք առաջ գնում։ Այստեղ միակ ինձ համար որպես փորձագետի նրբությունը եւ կարեւոր հանգամանքն այն է, որ բավարար ֆինանսական միջոցներ տրամադրվեն ճիշտ ժամանակին այս գործողությունների իրականացման նպատակով։ Հայաստանի բյուջեից են տրամադրվելու։ Հայաստանի բյուջեից են տրամադրվելու միջոցները, սրանք միշտ ֆիքսենք, որ բոլոր ռեֆորմները մեր ռեֆորմներն են։ Մենք մեզ համար ենք անում։ Հա։ Եվրոպական միությունը իհարկե տարբեր գործիքներով, որոնք որ միշտ ունեցել ենք իր հետ, աջակցում է Հայաստանի Հանրապետությանը այս կոնկրետ այս նպատակով, օրինակ բյուջետային աջակցության ծրագիր ենք ստորագրել 90 միլիոն եվրո արժողությամբ, որը 3 առանցքային ուղղությունների է անդրադառնում, դրանցից մեկը հենց վիզաների ազատականացման երկխոսությանը աջակցությունն է։ Բայց քանի որ սա բյուջետային աջակցության ծրագիր է, միջոցները դրամաշնորհ է, վարկ չէ։ Դրամաշնորհային միջոցների մասն ենք բացառապես խոսում, դուք հիշում եք, որ մենք ունենք Եվրոպական միության հետ այս պահին գործող դիմակայունության եւ աճի պլանը, որը 270 միլիոն եվրոյի դրամաշնորհային աջակցություն է նախատեսում Հայաստանի Հանրապետությանը եւ այս գործիքակազմի ուրեմն աջակցության ամենաառանցքային ուղղություններից մեկը վիզաների ազատականացման աջակցությունն է։ 4-26 միլիարդ եվրո 2.6 միլիարդի մեծ շրջանակի տակ է սա։ Տակ է, այսինքն դա դրա մասն է։ Այո, որովհետև դրա տակ են մեր բոլոր գործիքները եւ վարկային եւ դրամաշնորհային եւ ամենատարբեր եւ բլենդինգ կոչվածները, երաշխիքները, բլենդինգները դրանք այն գործիքներն են, որտեղ որ դրամաշնորհն ու վարկը խառնվում են իրար։ Մի խոսքով, սրա տակ է մեր ամբողջ աջակցությունը, բայց 270 միլիոնը փաստացի բացառապես դրամաշնորհային միջոցներ են, որոնք մի քանի տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությանը պիտի տրամադրվեն տարբեր ուղղություններով եւ վիզաները դրանցից մեկն են։ Կարևոր է հաշվի առնելով, որ գործիքակազմի մեջ դրամաշնորհային աջակցության մեծ կտոր բյուջետային աջակցության տեսքով է արվում, այսինքն փողը տարբեր ռեֆորմների իմպլեմենտացիայի արդյունքում փոխանցվում է պետական բյուջե, կարևոր է որ Հայաստանի բյուջետավորման գործընթացը, այսինքն երբ որ կառավարությունը բյուջետավորման գործընթաց է անում իր ներսում տարբեր ծրագրեր իրականացնելիս, այդ առաջնահերթությունները ճիշտ ֆիքսվեն, որ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում նախատեսված գործողությունները այս բյուջետային գործընթացով եւս ըստ պատշաճի ծածկված եւ ֆինանսավորված լինեն։ Սրա մասին։ Այսինքն այնպես չծածվի, եվրոպացիները մեզ այդ փողը տան, մենք այդ փողը ռեֆորմների վրա չծածկենք։ Մենք այդ փողը ծախսենք ուրիշ կարիքի վրա, որը էլի վառվող կարիք էր, բայց ոնց որ այստեղ մենք sense մի հատ ուրիշ կարևոր քաղաքական օրակարգ ունենք եւ ֆինանսավորման համաձայնագրում բյուջետային աջակցության չնայած ուղիղ
ուրեմն ռեֆորմը ուղղակիորեն ֆինանսական միջոցի հետ չի կապվում, այսինքն եթե պայմանական մի ռեֆորմը գնահատված է 500 միլիոն եվրո, չի նշանակում, որ 500 միլիոնը միայն այդ ռեֆորմի վրա պիտի ծախսվի, հա։ Սրանք կոչվում են ոչ նպատակային բյուջետային աջակցության ծրագրեր, այնուամենայնիվ փաստաթղթի լայն իմաստով նպատակների մեջ հստակ ֆիքսված է, որ նպատակներից մեկը վիզաների ազատականացման երկխոսության նպաստելն է եւ այս շրջանակի մեջ պիտի մնանք, եթե նույնիսկ կետ առ կետ փողը եւ գործողությունը ամբողջությամբ իրար հետ կապված չլինեն, այո։ Շատ լավ։ Պարոն Ռազմավարական օրակարգի մասին էլ հարց տվել, ներողություն եմ խնդրում, բայց հարցը հետեւյալն է, Եվրոպական միության ներսում ինչպես է գործընթացը վավերացվել։ Դուք նշեցիք, որ պայմանավորվել են ըստեյության։ Տեսեք, ցանկացած քաղաքական առումով կարևոր փաստաթուղթ շրջանառվում է անդամ պետությունների մեջ, բայց սա Եվրոպական հանձնաժողովի հետ մեր հաստատած։ Մենք ոնց որ բանակցել ենք հանձնաժողովի հետ, հանձնաժողովը իր ներքին վավերացման ընթացակարգերով պետությունների դա համաձայնեցրել է։ Վավերացում բառը չօգտագործենք, որտեղ վավերացումը շատ կոնկրետ իրավական process է ենթադրում, չվավերացվող փաստաթուղթ է սա, բայց համաձայնեցված է, որովհետև քաղաքական կարևոր օրակարգ է, անդամ պետությունների հետ ուղղակի այսպես քվեարկություն չի ենթադրում, բայց եթե պայմանական ինչ-որ մեկ ասեր ես կտրուկ խնդիրներ ունեմ այս փաստաթղթի հետ, այդ դրանց անպայման անդրադարձ կլիներ։ Նաև պատճառը, որ այսքան երկար համաձայնեցում էր անցնում, չնայած շրջանակի շուրջ կար համաձայնեցում, դա էր, որ անդամ պետությունների հետ երկխոսություն կար, հանձնաժողովն էր դա այդ համակարգման աշխատանքը անում, այո, որ բոլորը այսպես ներդաշնակ լինեն տվյալ օրակարգի շուրջ։ Շատ լավ։ Պարոն Թաշյան, մի կարճ մեր ժամանակը մոտենում է ավարտին, մի կարճ հարց, դուք կհամաձայնվեք, որ այս պայությամբ Հայաստանը իր հարցը երևի թե պետք է խնդիր դնի, հնարավորինս հետաձգելու այն որոշումը, որի մասին մենք ձեր հետ խոսեցինք, այ ԵԱՏՄ, ԵՄ եւ այլն, այսինքն հնարավորինս այդ որոշումը մենք մեզնից հեռացնենք, ինչ պատճառով ինքնանպատակ չէ, հենց այնպես չէ։ Այլ են պարզ տրամաբանության մեջ, որ մեզ ժամանակ է անհրաժեշտ, այն տնային աշխատանքները, այն նախապատրաստությունները, այն դիվերսիֆիկացիաները, որոնց մասին մենք տարիներ շարունակ խոսում ենք, մենք կարողանանք իրականացնել։ Բայց դա միանակ այն պայմանով, եթե մենք աշխատում ենք ռեալ ուղղությամբ։ Ասեմ։ Համեցեք։ Նախ ԵՄ կամ ԵԱՏՄ, ժողովրդավարություն կամ բռնապետություն եւ այլն, դրանք ինքնանպատակներ չեն։ Դրանք ընդհանրապես գործիքներ են, որոնք որ մեզ հնարավորություն կարող են տալ զարգանալ, ուժեղանալ, հզորանալ, բարեկեցիկ կյանք ստեղծել եւ այլն։ Այսինքն լինել ամուր, գեղեցիկ, հրապուրիչ մի երկիր։ Սա լավ է լինել առողջ, հաջողակ եւ հարուստ, քան աղքատ, հիվանդ եւ անհաջող։ Մի հատ էլ բառացնենք, լավ, լինել մրցունակ։ Այո։ Այս ժամանակակին աշխարհում պետք է լինել մրցունակ։ Թույլերը միշտ ուրեմն իրենց տեղը զիջում են եւ հեռանում են թաթերաբեմից պատմության։ Հիմա սրանք ընդհանրապես բաներ են, գործիքներ են, որոնց միջոցով մենք կարող ենք հասնել։ Իհարկե, Եվրոպական միության հետ համագործակցության մեջ հեսա Տիգին Ադամյանը այսքան բան թվարկեց, կետեր, համագործակցության ոլորտներ, ուղղություններ, դու ունես այդ հնարավորությունը։ Օգտվել այդ այսօրվա օրակարգի, եթե բոլոր կետերը դու անես, դու արդեն կլավանաս դրանով, այլ մի հատ լավ բառ գտնենք։ Բարելավես քո ինստիտուտները, այսպես ասենք, եթե ճիշտ է։ Ավելի կարողունակ կդառնաս, կբարելավես քո ինստիտուտները։ Եվ հենց ողջ փիլիսոփայությունը այդ համագործակցության դրան է ուղղված։ Ստեղծել պայմաններ, երկխոսություն, այնպիսի երկխոսություն, որի միջոցով դու կարողանաս բարելավել, բարձրացնել քո ինստիտուտների արդյունավետությունը։ Եվ վերջում ուզում եմ, որպես եզրափակիչ ինչ-որ բառ, ԵՄ, ԵԱՏՄ ազատ առևտրի գոտի։ Եվ սա իրոք մեզ համար մի sense փրկության օղակ կարող է լինել։ Իսկ ինչու ոչ։ Նայեք, եթե մենք հարցերին դիտում ենք բանի պարադիգմից, այս կոնֆրոնտացիոն պարադիգմով, արճակատման փիլիսոփայությամբ, տրամաբանությամբ, իհարկե սա անհնար է թվում։ Եվ մոտ ապագայում էլ տեսանելի ապագայի բան չի սա, բայց եկեք մի հատ նայենք, աշխարհը փոխվում է, իրադարձությունները զարգանում են, եթե լավատեսական սցենարով իրադարձությունները զարգանան, իսկ ինչու ոչ, սա կարող է տեղի ունենալ եւ շատ մեծ առավելություններ կտա մեզ եւ ընդհանրապես ողջ տարածաշրջանին։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ հարգելի գործընկերներ հրավեր ընդունելու եւ այսօրվա քննարկմանը մասնակցելու համար։ Հարգելի հեռուստադիտողներ, մենք այս թեման ես վստահ եմ դեռ վերադառնալու ենք, որտեղ ինքը հնդածս Հայաստանի արչեւ բարբերաբար ուրեմն ամենաակտուալ հարցերից մեկը դառնալու պոտենցիալ ունեցող թեմա է։ Այս պատմությամբ երևի թե արձանագրենք, որ
կա բավականին էական պրոգրես Հայաստանի եւ Եվրոպական միության միջև հարաբերությունների, կա բավականին մեծ ամբիցիա, կա բավականին մեծ օրակարգ եւ ինձ համար առնվազն այս պայմանությամբ ամենակարևոր հարցը հետեւյալն է. ինչքանով է Հայաստանը պատրաստ եւ ինչքանով է վճռական անելու են տնային աշխատանքը, որը որ ծագել է այդ նոր օրակարգի, նոր ամբիցիաների Երևան գալու տրամաբանության մեջ, ու դա ժամանակի եւ տարածության մեջ շատ կոնկրետ հարցեր են։ Այն փաստաթղթերը, որոնք որ մենք ստորագրել ենք, իմաստնավոր օրինակ համար վիզաների լիբերալիզացիայի գործընթացը, ինքը ենթադրում է շատ կոնկրետ բարեփոխումներ, շատ կոնկրետ ռեֆորմներ, որոնք Հայաստանը պետք է անի։ Եվ այդ ռեֆորմների արդյունքները մենք տեսնելու ենք առաջիկա 1-2-3 տարիների ընթացքում, ու դա թերևս կլինի պատասխանը շատ ու շատ հարցերի, ավելի այսպես երկարաժամկետ, ավելի ռազմավարական մեր նպատակների, ցանկությունների, իղձերի եւ երազանքների վերաբերյալ։ Լավ եղեք, կհանդիպենք յուրաքանչյուր կիրակի 19:00։